Կոռուպցիան ծնվել է մարդկության հետ էլ կավարտվի։ Սկսած 2003 թվականից ամեն տարի դեկտեմբերի 9-ին ինչպես աշխարհի տարբեր երկրներում, այնպես էլ Հայաստանում նշվում է կոռուպցիայի դեմ պայքարի օրը։ Մեր քաղաքացիների գնահատմամբ Հայաստանում կա կոռուպցիա, թե ոչ, ներկայացնում ենք Արմլուրի հարցումը։ Իհարկե կա։ Դժվարանում եմ պատասխանել։ Իհարկե կա, որ մենք նայում ենք բացահայտումները, բնականաբար տեսնենք, որ կա։ Կոնկրետ ես չեմ առնչվել նման խնդրի հետ, բայց բացահայտումներից ելնելով կարող եմ ասել։ Ինձ թվում է հիմա ավելի շատ է թալանվում, որովհետև ոչ մի բան չի արվում, կոնկրետ ես կարող եմ ասել մեր բնակչության տարածքում մենք շատ խնդիրներ ունենք, թե ասֆալտապատման վերաբերյալ, նոր քամայք դա, Մոլդովական 47/2, եթե նկարահանում եք, շատ ուրախ եմ, որ նշում եմ, իմ տան կողքը անմիջապես ապօրինի տեղադրված ավտոտնակ կա, որի պատճառով իմ տունը ամբողջը ջուր է քաշում։ Ես ոչ մի բան չեմ կարողանում անել, օրինական աճուրդով առած տուն է։ Ես մի 20-30 անգամ դիմել եմ, հենց երեկել եմ զանգել, չեն վերցրել, ոչ մի բան չի արվում, ասֆալտապատում չի արվում։ Տան հետևը ամբողջը փոշիա նոր անգամ բնակավայրեր է կառուցվել, բոլորը երեխաների հետ այդ ցեխերի մեջով են գնում, լուսավորություն չի արվում, մաքրություն չի արվում մեր փողոցում, ասում են մասնավոր սեկտորա չի արվում, բայց մեծ թաղամասը ոչ մի բան չի արվում, իսկ այդ գումարները, որոնք հենց մեր ընտանիքի անդամներն են նույնպես մուծում, ուր են գնում։ Բնականաբար, այսօր ամեն ինչը թանկացրել են, բայց ոչ մի բան մենք չենք ստանում, կոնկրետ իմ ընտանիքը ոչ մի բան չի ստանում։ Չգիտեմ, չեմ կարող պատասխանել այդ հարցին, իրոք չգիտեմ, որտեղ շատ խճճված է։ Հայաստանում կոռուպցիա կա, թե չկա։ Չէ։ Չկա։ Իսկ դուք Չկա։ համակարծիք եք։ Այո։ Կոռուպցիան ծնվել է մարդկության հետ էլ կավարտվի։ Որ ոլորտներում եք կոռուպցիա նկատում։ Բոլոր ոլորտներում էլ կա։ Իսկ չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը ասից բացառելու են կոռուպցիա, նախկիններն են թալանել, կոռուպցիայով զբաղվել։ Եկեք չմեկնաբանեմ։ Ցավոք կա։ Երևի առաջին ձեռքով չեմ կարող ասել, այսինքն շփվել այդ առումով, բայց դատականը ոնց հասկանում եմ կա, տարբեր փաստաբաններից եւ լսել եմ եւ հասկանում եմ, ընդհանուր ցավոք դեռ կա։ Ամերիկայում սա չեմ ասում են պատճառը, որ ես ներկա իշխանությանը պաշտպանեմ կամ բան այդ նպատակով չի։ Բայց բոլոր երկրներում էլ կա, Եվրոպայում, Ամերիկայում 200 տարիավոր փորձում է, բայց մի այլ կարգի կոռուպցիա կա։ Եվրոպայում գիտենք Սարկոզի եւ այլ։ Մեր դեպքում Երանի չլիներ եւ դա երևի առաջին հերթին ժողովրդից է սկսում, որ ժողովուրդը դա պահանջի եւ պնդի։ Այդ ձևով երևի մենք կարողանանք ավելի շուտ զերպազատվել։ Չի վերանա։ Ամբողջ աշխարհում կոռուպցիա կա, ոնց կարող է Հայաստանում չլինի։ Դժվարանում եմ ասել, որ ոլորտներում, բայց կարծում եմ ցավոք սրտի ցանկացած ոլորտում էլ կլինի կոռուպցիա։ Պետք է ժամանակին կանգնեցնել դա պարզապես։ Այդ դեպքում ինչու չեն կանգնեցնում գործող իշխանությունները, չէ՞ որ նրանք էին ասում, որ նախկիները թալանել են, կոռուպցիայով են զբաղվել, ինչու հիմա չի բացառվում կամ գոնե թե չեն կասեցնում, երբ որ Բայց ներողություն, ով ասես չեն կասեցնում, մենք բազմիցս վկա ենք եղել, որ նույնիսկ գործող իշխանության ներկայացուցիչները կոռուպցիայի համար ձերբակալվել են։ Ես չեմ կարծում, որ չեն կասեցնում։ Ինչպես որ մենակ նախկիններին չի մեղադրում, ներկաների մեջ էլ կոռուպցիա կա եւ պատժվում են իրենք։ Դե երևի կա որ այդքան խոսում են, չգիտեմ։